Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն հանձնաժողովների հարգելի նախագահներ, հարգելի գործընկերներ, Արդարադատության նախարարությունը ծրագրերի իրականացման նպատակով 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսել է 24 միլիարդ 3 միլիոն 233 հազար դրամ ծախսել, որը մոտ 850 միլիոն դրամով գերազանցում է 2025 թվականին հաստատված գումարը։ Կապիտալ բնույթի ծախսերի նպատակով 2026 թվականին նախատեսվել է 409 միլիոն 789 հազար ՀՀ դրամ, 2026 թվականին, ինչպես եւ 2025 թվականին նախարարության կողմից իրականացվելու են պետական բյուջեի 7 ծրագրեր։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցում ծրագրի գծով գումարը նախատեսված է քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ակտային գրանցումների վերականգնման, ուղղումների փոփոխությունների կատարման համար համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով։ Ծրագրի գծով 2026 թվականին նախատեսվել է 2025 թվականին հատկացվածի չափով 156 միլիոն 433 հազար դրամ, որը փոխանցվում է տեղական ինքնակառավարման մարմիններին, սպասարկման կենտրոնների, հաստիքային միավորների թվաքանակին համապատասխան, սակայն այս առումով ունենք նախատեսված փոփոխություն, որը կարծում եմ շուտով կիրականացվի։ Մենք ցանկանում ենք հրաժարվել պատվիրակման գործառույթից եւ համայնքային ծառայություն իրականացնող անձանց բերել քաղաքացիական ծառայության դաշտ, որպեսզի կառավարումը ավելի արդյունավետ դարձնենք քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարդկանց։ Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության եւ մոնիտորինգի իրականացում ծրագրի գծով նախատեսված գումարներն ուղղվում են Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության եւ օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի պահպանմանը։ 2026 թվականին ծրագրով նախատեսվել է 2 միլիարդ 603 միլիոն 526 ՀՀ դրամ, 2025 թվականի համեմատ լրացուցիչ գումար է հատկացվել համակարգչային սպասարկման ծառայությունների, վարչական շենքերի պահպանության կազմակերպման նպատակով։ Բացի այդ 150 միլիոն ՀՀ դրամ հատկացվել է Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող վարչական շենքի վերանորոգման համար, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն նշված հասցե տեղափոխելու նպատակով։ 2026 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել դատական եւ իրավական բարեփոխումների 22-26 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումները։ Սնանկության ոլորտի բարեփոխումների համատեքստում նախատեսվում է աշխատանքներ տանել սնանկության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման, քննարկման եւ ազգային ժողովի կողմից ընդունման նպաստելու ուղղությամբ։ Օրենսգրքով լուծում կտրվի սնանկության ոլորտի իրավակիրառ պրակտիկայում բացահայտված խնդիրների հիմնական մասին, կկրճատվեն սնանկության գործերի քննության ժամկետները, կավելացվեն ֆինանսական առողջացումների դեպքերը եւ կներդրվեն սնանկության հատուկ ընթացակարգեր։ Դատաիրավական բարեփոխումների շրջանակում անհրաժեշտ է նաև անդրադարձ կատարել առևտրային կազմակերպություններին վերաբերող իրավակարգավորումները կորպորատիվ իրավունքի ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Այս համատեքստում անհրաժեշտ կլինի արդեն իսկ ձևավորված հայեցակարգի հիման վրա մշակել առևտրային իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող համապարփակ իրավական ակտի նախագիծ։ Շարունակվելու են աշխատանքներ նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի վերջնականացման եւ դրա հաստատման ներկայացնելու ուղղությամբ։ Նախարարությունը 2026 թվականի ընթացքում շարունակելու է նաև համակարգել նոր սահմանադրության նախագծի մշակման ուղղված աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում ապահովվելու է պետական փորձագիտական եզրակացությունների, կարծիքների, դիրքորոշումների տրամադրում, հանրային քննարկումների կազմակերպում։ Նախատեսվում է իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացում եւ պետական ռեգիստրում գրանցման ենթակա 70,500 սուբյեկտների եւ նրանց առանձնացված ստորաբաժանումների պետական գրանցում ու հաշվառում։
Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով են կարգավորվում անձնական տվյալների մշակման եւ պաշտպանության առնչվող հարաբերությունները, իսկ լիազոր մարմինն է անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը լինելով արդարադատության նախարարության կազմում պահպանում է գործառութային անկախությունն ու ինքնավարությունը։ Գործակալության պահպանման ծախսերի գծով 2026 թվականին նախատեսվել է 41.5 միլիոն դրամ։ Անձնական տվյալների պաշտպանության գործիքակազմերի եւ լիազոր մարմնի կարգավիճակի հետագա բարեփոխումը գտնվում է արդարադատության նախարարության առաջնահերթություններում, այն նաեւ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործողությունների ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկն է։ Ուստի արդարադատության նախարարության կողմից մշակվել է հայեցակարգ ուղղված անձնական տվյալների պաշտպանության ներպետական օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին եւ նոր լիազոր մարմնի ստեղծմանը, որն օժտված կլինի անկախության համապատասխան երաշխիքներով։ 2026 թվականին արդարադատության նախարարությունը նախատեսում է շարունակել եւ ավարտել մի շարք կարևոր էլեկտրոնային հարթակների ներդրման եւ արդիականացման աշխատանքները, ինչպես նաեւ ապահովել գործող համակարգերի անխափան սպասարկումը։ Դատական համակարգի թվայնացման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է մշակել քրեակատարողական գործերով էլեկտրոնային համակարգ եւ դատական գործերի միասնական կառավարման համակարգ, որը պարոն Վարդանյան նաեւ կպատասխանի ձեր ներկայացրած հարցադրմանը, խոսքը AI գործիքների միջոցով դատական ակտեր գեներացնելու հնարավորության նախատեսման մասին է։ Գործընթացների վերանայման աշխատանքներն արդեն սկսվել են եւ 2026 թվականին նախատեսվում է մշակել քրեական դատավարության եւ դատական գործերի միասնական կառավարման համակարգի տեխնիկական առաջադրանքները։ Այս մոտեցումը թույլ կտա ստեղծել ժամանակակից եւ փոխգործունակ համակարգ։ Դատական եւ հանրային պաշտպանության ծրագրի գծով միջոցներն ուղղվելու են հանրային պաշտպանության ապահովմանը, մոտ 8550 փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերմանը, սնանկության գործերով փոխհատուցման վճարմանը եւ արբիտրաժային կենտրոնի գործունեության ապահովմանը։ 2026 թվականին այս նպատակով նախատեսվել է 1 միլիարդ 546 միլիոն դրամ, ինչի մոտ 30 միլիոն դրամով պակաս է 2025 թվականի ծախսերից։ 2025 թվականի համեմատ 40 միլիոն դրամով ավելի քիչ գումար է հատկացվել արբիտրաժային կենտրոնի գործունեության ապահովման ծախսերին, նախատեսվում է ապահովել քննվող արբիտրաժային եւ հաշտարության գործերի գծով, նախատեսվում է արբիտրաժային կենտրոնի գործունեությունը 26 թվականից սկսած աստիճանաբար ապահովել քննվող արբիտրաժային գործերի եւ հաշտարության գործերի գծով ստացվող եկամուտների հաշվին։ Սնանկության գործերով կառավարչական ծառայությունների ձեռքբերում միջոցառման շրջանակներում անվճարունակության գործերով կառավարիչներին իրենց մատուցած ծառայությունների դիմաց սնանկության մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներին համապատասխան նախատեսված օժանդակության եւ փոխհատուցումների նպատակով նախատեսվում է 2025 թվականի համեմատ 10 միլիոն դրամով ավելի գումար հիմք ընդունելով 2023-24 թվականների փաստացի փոխհատուցումների քանակը եւ գումարի չափը։ Քրեակատարողական ծառայություններ ծրագրի միջոցները նախատեսվում է ուղղել քրեակատարողական հիմնարկների պահպանման, վերասոցիալականացման միջոցառումների իրականացմանը, պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը։ Այս ծրագրի գծով 2026 թվականին նախատեսվել է 14 միլիարդ 832 միլիոն 143 հազար դրամ, ինչը գերազանցում է 2025 թվականի ծախսերը 580 միլիոն դրամով։ Քրեակատարողական ծառայության եւ քրեակատարողական հիմնարկների պահպանության համար 2026 թվականին նախատեսվել է 13 միլիարդ 323 միլիոն 54 հազար դրամ, 2025 թվականի համեմատ լրացուցիչ նախատեսվել է մոտ 430 միլիոն դրամ, որը հիմնականում ատեստավորման համակարգի ներդրման հետ կապած քրեակատարողական ծառայողների աշխատավարձի ֆոնդի գծով է։ Քրեակատարողական ծառայությունում հաստիքային միավորների թվաքանակը 2026 է, այդ թվում քրեակատարողական ծառայողների թիվը 1729։ 2024-25 թվականներին ատեստավորման մասնակցել է 260 քրեակատարողական ծառայող, ատեստավորվել են նրանցից միայն 217-ը։ 2026 թվականին նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման, գործողների կապիտալ վերանորոգման, ինչպես նաև քրեակատարողական ծառայության տեխնիկական հագեցվածության նպատակով գումարներ նախատեսված չեն։
Դրանք ներառված են պետական բյուջեի նախագծի առաջնահերթությունների հավելվածում։ 2026 թվականին շարունակվելու է ապահովել ազատությունից զրկված անձանց, այդ թվում անչափահասների կրթություն ստանալու իրավունքի շարունակականությունը, մասնագիտական կրթության նոր ծրագրերի ներդրումը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց համար հանրակրթության իրականացումը անկախ նրանց տարիքից։ Այս նպատակով նախատեսվել է 195 միլիոն ՀՀ դրամ։ 2026 թվականին նախատեսվել է 100 դատապարտյալի հանրակրթության իրավունքի ապահովման գործընթացի իրականացում։ Պրոբացիայի ծառայության գծով նախատեսվել է 1 միլիարդ 54 միլիոն 159 հազար դրամ, ինչը գերազանցում է 2025 թվականի ծախսերը մոտ 170 միլիոն ՀՀ դրամով։ Լրացուցիչ գումար նախատեսվել է աշխատանքի վարձատրության գծով, ինչը ևս պայմանավորված է ատեստավորման համակարգի ներդրմամբ։ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների թվաքանակն ավելացել է։ 2024 թվականի շահառուների քանակը եղել է 13883, 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 17569, 2026 թվականին նախատեսվում է ընդհանուր առմամբ համապատասխան թվով շահառու ունենալ։ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների համար նախատեսվում է իրականացնել 200 մշակութային, սպորտային միջոցառումներ, ավելացնել վերասոցիալականացման ծրագրերին մասնակցած շահառուների թիվը, հանրային աշխատանքներ պատժատեսակում ներգրաված շահառուների թիվը։ Ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով պրոբացիայի ծառայությունը 2026 թվականին շարունակելու է էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցների և ենթակառուցվածքների ձեռքբերումը և նաև էլեկտրոնային հսկողության փաստացի և պատշաճ կիրառում։ Այս նպատակով նախատեսված է 259.8 միլիոն դրամ։ Իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում ծրագրի գծով 2026 թվականին հատկացվել է 1 միլիարդ 243 միլիոն դրամ, 2025 թվականի համեմատ ծախսերը նվազեցվել են 10 միլիոն դրամով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել Հայաստանի իրավական տեղեկատվության համակարգում Arlis կայքում լրացուցիչ մոտ 5000 իրավական ակտի հրապարակում, տեղեկատվական համակարգի ամեն շաբաթյա թարմացում, իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածուի պարբերական համալրում, ՀՀ ԵԱՏՄ ԵՄ իրավական ակտերի, ՀՀ ազգային զեկույցների, պետական մարմինների կողմից միջազգային կառույցների ներկայացվող և այդ կառույցների կողմից ՀՀ մարմինների ներկայացվող փաստաթղթերի և հանձնարարվող այլ փաստաթղթերի թարգմանությունների կատարում։ Արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և հատուկ ուսուցում ծրագրի գծով գումարները 2025 թվականի համեմատ չեն փոփոխվել և 2026 թվականին ևս նախատեսվել է 427 միլիոն 227 հազար դրամ։ Ծրագրի գծով նախատեսվում է ապահովել 1075 հատուկ ծառայողների, 327 դատավորների, 257 դատախազների, 250 դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը, ապահովելով վերապատրաստման հավաստագիր ստացած ունկնդիրների 99% տեսակարար կշիռ։ Հարկադիր կատարման ծառայություններ ծրագրի մասով 2026 թվականին նախատեսվել է 3 միլիարդ 195 միլիոն 517 հազար ՀՀ դրամ, 2025 թվականի համեմատ ծախսերը նվազել են 167 միլիոն 667 հազար դրամով, նվազեցվել են փոստային ծառայությունների ձեռքբերման ուղղվող ծախսերը, ինչը պայմանավորված է 2026 թվականից էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմի ներդրմամբ։ 2026 թվականին ևս դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվելու է հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխումներ, բարձրացնելու կատարողական գործողությունների արդյունավետությունը, ապահովելու կատարողական վարույթի մասնակիցների օրինական շահերի պաշտպանությունը, նրանց խնդիրներին ու կարիքներին արագ և արդյունավետ արձագանքելու կառույցակարգերի ներդրումը։ Ես ուզում եմ նշել, որ Արդարադատության նախարարությունը բացի պետական բյուջեն ծախսելուց նաև որոշակի մուտքեր է ապահովում դեպի պետական բյուջե, պետական տուրքերի և այլ վճարների տեսքով և նախորդ տարվա ընթացքում այդ մուտքերը կազմել են 7 միլիարդ 532 միլիոն ՀՀ դրամ։ Կարծում եմ այս թվական ցուցանիշի շեշտադրումը հարցի քննարկման ընթացքում ևս կարևոր նշանակություն ունի։ Այսքանը, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։